Թեև Սահմանադրական դատարանը որոշ ժամանակով կասեցրեց պարտադիր կենսաթոշակային կուտակային համակարգի մասին օրենքի որոշ դրույթներ, սակայն դա բնավ չի նշանակում, որ մեր երկիրը հայտարարել է այդ օրենքի կիրառությունից հրաժարվելու մտադրության մասին։ Օրենքի դեմ պայքարող քաղաքացիական նախաձեռնության անդամները Սահմանադրական դատարանի որոշումը որակեցին կարճատև ու փոքրիկ հաղթանակ, բայց վերջնանպատակին հասնելու համար պայքարը դեռ պետք է շարունակել։ Բարև ձեզ, սա ճանապարհ հաղորդաշարն է, եւ այսօր մենք հյուրընկալել ենք Դեմեմ նախաձեռնության ներկայացուցիչներին։ Ծրագրավորող Գևորգ Գորգիսյան, ճարտարագետ Արսեն Մանուկյան, քաղաքագետ Դավիթ Մանուկյան, ծրագրավորող Դավիթ Խաժակյան, ճարտարագետ Սևակ Ծատուրյան, իրավաբան Գևորգ Հայրապետյան, քիչ ուշ մեր քննարկմանը կմիանա նաև տնտեսագետ հաշվապահ Սվետլանա Մարգարյանը, ի դեպ Տիկին Մարգարյանը ամենևին, այսպես ասած, այս օրենքի զոհը չէ եւ նա պարտադիր ստիպված չի լինի կուտակել, որտեղ ծնվել է 74 թվականից առաջ, բայց նա եւս դեմ է այս նախաձեռնությանը եւ մասնագիտորեն պատրաստ է հիմնավորելու թե ինչու։ Բարի երեկո, պարոնակ, շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար։ Ի դեպ սա երկրորդ փորձն է ճանապարհ հաղորդաշարի քննարկում կազմակերպել այս թեմայի վերաբերյալ եւ երկրորդ անգամ մենք ձախողեցինք ուղղակի քննարկմանը ներգրավել պետական կառույցի ներկայացուցիչներին, որովհետեւ մեր պետական այրերը պարզապես այս թեմայի վերաբերյալ խուսափում են բանավեճի, չնայած որ նրանց խստագույնս հանձնարարված է, որքան հնարավոր է շատ իրազեկել ուրեմն այս թեմայի վերաբերյալ։ Սահմանադրական դատարանի որոշումը ըստ էության խնդրեցինք նաև մեկնաբանել ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավար Կարեն Թամազյանին։ Պարոն Թամազյանը չմեկնաբանեց, բայց որոշակի հետաքրքիր դրույթներ ներկայացրեց եւ ոչ միայն այդ հարցի վերաբերյալ։ Իսկ հիմա առաջարկում եմ լսենք պարոն Թամազյանին, որից հետո սկսենք արդեն մեր քննարկումը, խնդրեմ։ Սահմանադրական դատարանի որոշումը, ճիշտն ասած, մեկնաբանել չեմ ուզում, որովհետև Սահմանադրական դատարանի իրավասությունն է իր որոշումների մեկնաբանումը։ Որոշումը հետևյալն է, որ կասեցվել են այն հոդվածները, որով որ տուգանք է նշանակվում չվճարելու համար գործատուների հանդեպ։ Մեկ, եւ երկրորդը, եթե մարդը չի ընտրել, ապա blind quotation, այսպես կոչված, ընտրության ավտոմատացված կատարումը։ Դա որևիցե ձև այսօրվա ռեֆորմին այս պահին չի խանգարում։ Այսինքն դանդաղեցնում է, բայց չի խանգարում, իրականում ցանկացած հիմնարկի պարտավորություն, ցանկացած կազմակերպության պարտավորություն մնում է, որ ինքը պետք է իր աշխատողի համար վճարի, ուղղակի չվճարելու համար տուգանք չի լինելու։ Մինչև համապատասխան որոշում կայացնելը Սահմանադրական դատարանի կողմից։ Այսինքն ես չեմ ուզում մեկնաբանեմ դա ճիշտ է թե սխալ է, որովհետև նորմալ է, հիմա շատ գործատուներ գումարը հավաքում են իրենց աշխատողներից, հա։ Չգիտեմ հավաքում են թե չեն հավաքում, բայց այսինքն տրամաբանորեն պետք է պարտավորությունը, որ պետք է անեն, դա օրենքում գործում է, կասեցված չի։ Եվ այսպես ինչ է ստացվում։ Ստացվում է, որ Սահմանադրական դատարանը մինչև մարտին կգումարի համապատասխան նիստ եւ իր կարծիքը կայտնի այդ երկու դրույթների վերաբերյալ, դրանց սահմանադրական եւ ոչ սահմանադրական լինելը, գործատուները պետք է հավաքագրեն գումարը, հա Դավիթ, եթե չեմ սխալվում, մեկ օր առաջ մամուլի ասուլիսի ժամանակ դուք նշեցիք, որ կա այդպիսի երևույթ։ Հիմա ինչի մասին է խոսքը։ Իրականում ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավարը նոր բան չասեց եւ այո, կասեցվել են այդ նշված երկու դրույթները, բայց կրկին միտումը, որը շատ հստակ տարվում է իշխանությունների կողմից այդ գիծը, խոսքի մեջ, անգամ կարճ խոսքի մեջ նորից նկատելի է, որ պետք է հավաքագրեն։ Այս մեսիջն է, որ չեմ ուզում փոխանցի, որովհետեւ այո, օրենքում այդ կետը գործում է, կասեցված չէ, բայց չկա դրա համար պատասխանատվություն։ Իսկ եթե չկա պատասխանատվություն մի բանի համար, մարդ կարող ուղղակի հանգիստ դա չանել եւ պատասխանատվության բնականաբար չի ենթարկվելու։ Իսկ մամուլի ասուլիսի ժամանակ եւս նշեցինք, փորձում էինք, հա, նորից գործատուներին փոխանցել այդ հաղորդագրությունը, այդ մեսիջը, որ կանգնեն իրենց աշխատողների կողքին եւ այդ հավաքագրումը չանեն ու չնպաստեն այս հակասոցիալական համակարգի կայացմանը, անգամ տեստավորմանը այս կտրվածքով, բայց եւ այնպես նաեւ ուզում եմ նշել, որ մենք ունենք եւ դա հայտարարվել է մամուլում, որ ունենք որոշակի հաղորդագրություններ տարբեր ֆորմատի եւ ձևերի, որ արկային ճնշումներ հատկապես պետական համակարգի աշխատողների հանդեպ, այսինքն այն անձանց հանդեպ, ովքեր բյուջետային աշխատողներ են, մասնավորապես մենք շեշտել ենք դպրոցների եւ մանկապարտեզների մասին եւ ոչ միայն Երևանում, նաեւ մարզերում, որտեղ կան տոտալ ճնշումներ, պարտադրանք ընտրելու ֆոնդեր եւ կատարել փոխանցումները։
Ինչու հակասոցիալական հետաքրքիր եզրույթ օգտագործեցիք օրենքը բնորոշելու համար։ Հակասոցիալական, որովհետև այն ներկայացում է որպես ռեֆորմ, բայց փաստացիորեն զգալիորեն եւ նշանակալի ձևով վատթարեցնում է մարդկանց սոցիալական վիճակը, ընդ որում այս վճարը չլինելով տուրք կամ հարկ։ Այսինքն այն ոչ տուրք է, ոչ հարկ է, բայց վատթարացնում է քո սոցիալական վիճակը խոստումով, որ այդ քո սեփականությունը, որը 30-40 տարով քեզնից վերցված է, մի օր քեզ է վերադարձվելու, ընդ որում այստեղ վիճարկելի է, թե արդեն այս տրամաբանության մեջ չի համընկնում սեփականություն եզրույթին, որովհետև սեփականությունը սովորաբար մարդը կարողանում է տնօրինել, օգտագործել, կտակել, իսկ այս պարագայում սա սահմանափակված է, այսինքն երբ որ չկա սեփականության օգտագործման լծակը, որևէ բան, այս դեպքում գումարը չի կարող լիարժեք համարվել իմ սեփականությունը, այս առումով ինքը հակասոցիալական է։ Եվս մի բան հավելեմ Դավիթի ասացին, նաև այս օրենքը չի լուծում այն հիմնական սոցիալական խնդիրը, որը դրվել է օրենքի առաջ, այսինքն երբ որ ասում են, որ հիմիկվա թոշակառուները ստանում են շատ ցածր թոշակ, հա, առաջիկա 23 տարում նրանք դեռ շարունակելու են ստանալ։ Ընդ որում բյուջեից դուրս են գալու միջոցներ, որոնք գնալու են այդ ֆոնդերը, որոնք կարող էին օգտագործվել այդ մարդկանց թոշակը բարձրացնելու համար, բայց դա չի արվելու։ Այսինքն բյուջեն լրացուցիչ բեռ է կրելու նաև իր վրա, բյուջեն լրացուցիչ բեռ է կրելու նաև պետական աշխատողներին նման աշխատավարձերի հետ կապված խնդիրներ ունենալուց, այսինքն կլինեն նաև բարձրացումներ աշխատավարձերի, որովհետև մարդիկ կսկսեն մտэж գոհել, եւ այդ ամենը բյուջեի հաշվին արվելու է, եւ դա նորից բեռ է լինելու եւ խնդիրը չի լուծվելու, այսինքն վիճակը ավելի վատթարանալու է։ Նաև անդրադառնամ կոնկրետ այն հարցին, հա, որ սահմանադրական դատարանի որոշմանը, կուզեի հենց սահմանադրական դատարանի որոշումը հիմա ինձ մոտ է, մեջ բերել մի նախադասություն, հա, երբ խոսքը վերաբերվում է ամբողջական նոր համակարգի ներդրմանը, եւ դրան առնչվող շատ հարցեր լայն հանրության համար հստակ, մատչելի, իրավական որոշակիության սկզբունքներին համարժեք ու խելամիտ ժամկետներում կանոնակարգված, պատշաճ պարզաբանված չեն, ապա նման իրավիճակը մարդկանց իրավունքների իրացման հարցում անորոշություն եւ անվստահություն է առաջացնում։ Այսինքն սահմանադրական դատարանը հստակ նշել է, թե ինչի համար է կասեցվել նման նշվյալ կետերը։ Նշեմ, որ այս դրույթները, այն պատճառաբանությունը, որը կար, ոչ մի բան չի փոխվել դրանում։ Այսինքն մի շաբաթ առաջ երբ կասեցվել է, այսօր այդ նույն խնդիրը կա։ Այս մի շաբաթում ոչ նոր իրազեկում է կատարվել, ոչ մի նման ակցիա չի կազմակերպվել։ Հետևաբար հիմա կրկին կոչ անել փոխանցել գումարներ կամ ընտրել ֆոնդեր եւ այս ուղղությամբ առանց որևէ քայլանում, դա աբսուրդ է պարզապես։ Հիմա ո՞րն է ակնկալիք սահմանադրական դատարանից։ Իրականում ինչ եք ակնկալում դուք։ Ակնկալում ենք կայացնել անաչառ որոշում, հետևել սահմանադրությանը, ապահովել քաղաքացիների սեփականության իրավունքը տիրապետելու եւ տնօրինելու իրավունքը եւ ապահովել բոլոր այն նորմերը, որոնցով պաշտպանվում է քաղաքացիների իրավունքը, դրանք են եւ տարիքային խտրականությունը, որը դրվում է այս օրենքով, եւ սոցիալական ու իրավական վատթարացումը, որը ազդեցություն կունենա քաղաքացու վրա։ Ես ուզում եմ հասկանալ, ըստ էության, երբ որ նախաձեռնության պայքարը սկսվեց, կարծեք թե այդքան հույս էլ չկար, չէ՞, որ սահմանադրական դատարանը թեկուզ 1 կամ 2 դրույթի վերաբերյալ կտա նման գնահատական եւ կասի, որ պետք է կասեցնել, մինչեւ մենք իրականացնենք համապարփակ քննարկում։ Սա ձեր կարծիքով իսկապես ազնիվ մղումն է սահմանադրական դատարանի քննելու օրենքի սահմանադրական լինել չլինելու հարցը, թե սա որոշակիորեն այս սոցիալական բողոքի ալիքը լիցքաթափելու փորձ է։ Սա ըստ էության ճիշտն ասած ինձ համար հենց ի սկզբանե ակնկալելի էր սահմանադրական դատարանի հունվարի 24-ի նման որոշումը, որովհետև բնականաբար սա ըստ էության սա դիմումի քննության ապահովման վերաբերյալ որոշում էր, այսինքն սահմանադրական դատարանը երկու եւ պատգամավորների դիմումը մերժելու եւ ընդունելու ամբողջությամբ դրական որոշում կայացնելու վերաբերյալ 50-50 գնահատելով որոշել էր ապահովել այդ դիմումը, այսինքն ստեղծել մի հատ մի միջին իրավիճակ, կայուն ստատիկ իրավիճակ, երբ որևէ բան չի փոխվում, որևէ գործընթաց չի սկսվում, որը անդառնալի կլիներ եւ որը հնարավոր չլինի հետագայում վերականգնել։ Եթե սահմանադրական դատարանը նման որոշում չկայացներ, դա կնշանակեր, որ սահմանադրական դատարանը վստահ է, որ դիմումն արդեն իսկ ենթակա է մերժման։ Մոտավորապես այսպիսի պատկերացում եւ այսպիսի վերաբերմունք ես կունենայի որևէ ատյանի նկատմամբ, եթե նա
դիմումը ի սկզբանե չապահովեր անդառնալի հետևանքներից։ Բան հավելեմ, կարելի է։ Իրականում չցանկանալով որևէ կերպ գրատական ներտարսահմանական դատարանի այս որոշման կապակցությամբ այն եզրույթներով, որոնք դուք դեռ խոսքում օգտագործեցիք, որովհետև սահմանադրական դատարանի վերջո պատասխանել է համարժեք պատասխանյան միջնորդությանը, որը ներկայացվել է, բայց սրա մյուս կողմին եմ ուզում անդրադառնալ, որ սահմանադրական դատարանի որոշումը ի վերջո պրակտիկորեն կիրառելիություն գտնելու համար համապատասխան մարմինները կոնկրետ դիցուք կենտրոնական բանկը եւ կառավարությունը պիտի համապատասխան իրավական ակտեր ընդունեին, որպեսզի այս կիրառելիության համար համապատասխան միջավայր ստեղծեին։ Օրինակ հստակ մի օրինակ, որը ասենք խառնաշփոթ է ստեղծել շատ գործատուների կամ հաշվապահների շրջանում, հաշվետվությունների ձևը, որը ներկայացնում է պետեկամուտների կոմիտե, մնացել է նույնը։ Դա օրենքի պահանջ է, այդպիսին է եւ սահմանադրական դատարանը իր որոշմամբ չի ասել, որ պետք է փոխել, այս ձևը, բայց սահմանադրական դատարանը կասեցրել է այն կետը, որը պատասխանատվություն է նախատեսում վճարումները չկատարելու համար։ Հիմա այս որոշման կիրառումը գտնի պրակտիկայում այս որոշումը, գոնե պետք է ընդունվեն համապատասխան իրավական ակտեր, որ կարող են իրավիճակը այդ միջավայրը ստեղծել։ Այսինքն կարելի է միգուցե ընդունել մի իրավական ակտ, որը գոնե այս շրջանում կնախատեսեր համապատասխանեցում այդ հաշվետվությունների ձևի ներկայիս իրավիճակին, որ պարտադիր այդ տողը, որը նախատեսում է հաշվարկ կൂട്ടակային այդ կենսաթոշակային ֆոնդին փոխանցող վճարի, թեկուզ չլիներ։ Չնայած անգամ այս դեպքում մենք էլ լուսաբանենք ենք մի բան է հաշվետվություն ներկայացնելը, դա այլ բան, եւ այլ բանը փոխանցում վճարում կատարելը, կարելի է ներկայացնել հաշվետվությունը, բայց փոխանցումը չկատարել։ Շարունակելով այս միտքը եւ նաեւ վերհիշելով այն բոլոր պաշտոնյաների պատասխանները, թե օրենքը արդեն 10 տարի է պատրաստվում է, արդեն որքան ժամանակ է աշխատում ենք օրենքի վրա, սահմանադրական դատարանը իր որոշման մեջ ըստ էության պատասխանում է այս մեղադրանքներին եւ ինչ որտեղ բացատրում նաև թե ինչու բողոքի ալիքը բարձրացավ հենց այս պահին եւ ասում է որ ոչ միայն նման բարդ համակարգի ներդրման նախորյակին կատարվել են օրենսդրական փոփոխություններ, սա վերաբերում է 2014 թվականին, այլև օրենքով ՀՀ կենտրոնական բանկին վերապահված 5 տասնյակից ավելի իրավակարգավորումներից ավելի քան 40%-ի վերաբերյալ որոշումներ ընդունվել են 2013 թվականի դեկտեմբերին, այսինքն պետք է պարտադիր համակարգը ներդրվի եւ կառավարությունը նոր որոշումներ է կայացնում, նոր սկսում է կայացնել որոշումներ, որոնցով պետք է առաջնորդվի քաղաքացին, որոնց հիման վրա պետք է ընտրի ֆոնդեր։ Հիմա եթե լինեն այնպիսի գործատուներ, որոնք որ կպարտադրեն իրենց աշխատակիցներին ընտրել ֆոնդեր եւ կփոխանցեն այդ գումարը, սահմանադրական դատարանը եւս սրան պատասխանում է, ասում է որ այս իրավակարգավորումները կարևոր նշանակություն ունեն համակարգին համակողմանի ծանոթանալու եւ հնարավոր ռիսկերն հաշվի առնելով իրավաչափ ու կանխատեսելի քայլեր ձեռնարկելու համար։ Սա ինչ որտեղ վերաբերում է նաեւ ֆոնդեր ընտրությանը, ինչի հնարավորությունը նախապես լիարժեք չի ապահովվել։ Սա բնականաբար քաղաքացիների թերացումը չէ, ինչպես նշվում է, պարտավորությունը դրված էր կառավարության եւ կենտրոնական բանկի վրա, ինչը չի ապահովվել։ Այսինքն հիմա ինչ է ստացվում, փորձենք եւս մեկ անգամ ճշգրտել, որևէ քաղաքացու, որևէ մեկի իրավունք չունի պարտադրելու այս կամ այն ֆոնդը ընտրել, ճիշտ է։ Այո։ Սա մեկ։ Եվ երկրորդ ճշգրտենք, որևէ մեկը, որևէ քաղաքացու փոխարեն ֆոնդ ընտրելու իրավունք չունի, սա էլ է ճիշտ։ Այսինքն հետեւաբար քաղաքացիները ըստ էության այս պահին ազատված են պարտադրաբար որևէ ֆոնդ ընտրելու եւ այդ ֆոնդին փոխանցում անելու պարտադրանքից։ Եվ նրանց փոխարեն ավտոմատ չի էլ ընտրվելու այդ։ Իրավական հետևանքները ինչ են լինելու, որովհետեւ պաշտոնական այրերը, մեր պաշտոնյա այրերը պնդում են, որ օրենքը միևնույն է գործելու է, բարեփոխում իրենք միևնույնն է անելու են եւ մի 20 տարի հետո մենք բոլորը շնորհակալություն ենք հայտնելու այդ բարեփոխման համար։ Շատ լավ, այդ դեպքում իրավական հետևանքը ոչ գլոբալ առումով, գլոբալ առումով սահմանադրական դատարանը կտա, իսկ մինչ այդ այս ուղղակի միտքը շարունակելով իմ ընկերների անդրադառնամ պարոն Թամազյանի ասած այն մտքին, որ գումարները պետք է միևնույն է հավաքագրվեն։ Ընդհանուր ըստ օրենքի եւ իրավունքի տրամաբանությամբ իմ գումարը պետք է հավաքագրվեր վճարման պահից, գնար ֆոնդ եւ սկսեր աշխատել ինձ համար իմ ընտրած ֆոնդի չափանիշներին համապատասխան։ Սա նշանակում է, որ այսօրվա դրությամբ, եթե ես հունվարի համար փոխանցեմ գումար, հավաքագրվի ինձնից գումար, այդ գումարը ինչ պետք է արվի։ Չպետք է արդյունքում գնա ֆոնդ, մինչև մարտի 28-ը կամ դրանից հետո էլ հլա հարցականը, թե ինչքան սահմանադրական դատարանը կշարունակի քննությունը, որտեղ է մնալու եւ առհասարակ, պահվելու է մեր հաշվապահի տանը, թե պահվելու է
գանձապետարանի կամուրջ հաշվին, թե պահվելու է մի լրիվ առանձին վայրում, եւ արդյունքում ո՞րն է դրա իրավական հենքը։ Արդյոք այս ընթացքում ընդունվել են իրավական ակտեր, որոնք որ թույլ են տալիս այս կարճ ժամանակահատվածի համար քաղաքացուն պատկերացում կազմել, թե իր կողմից վճարված եւ հավաքագրված գումարները ինչ են լինելու։ Կարող է ինչ-որ մեկ ուղղակի ուզում է վերցնի տանի այդ մի քանի ամսով ավանդ դնի, տոկոսներ իրան պահի, չգիտեմ։ Չի կարելի պետություն քաղաքացի իրավահարաբերությունները կառուցել զուտ խոսքի վրա, որ պետք է հավաքագրվեն, չէ՞ որ այդ ամեն ինչ ի սահմանադրությամբ է նաև սահմանված, որ պետք է օրենքով եւ իրավական ակտերով սահմանված գործողություններով ղեկավարվի այս երկիրը։ Եթե խնդրելով լներ, ես ինչքան էին խոստացել, որ տնտեսական աճ կլինի 4-8-5%, կխնդրեմ բյուջեն թող մի քիչ տանը պահեմ, մինչև տեսնեմ կլինի թե չի լինի։ Սա իրականում, սա ինչի եմ ասում, որպեսզի նաև հեռուստադիտողը հնարավորություն ունենա որևէ համեմատություններ անելու, ինչ է նշանակում գումարները տվեք, պահենք, մինչև կտեսնենք վերջում ինչ է լինելու։ Այստեղ հետաքրքիր շարունակականություն կա այն տեսանկյունից, որ եթե գա պահը, որ սահմանադրական դատարանը ասի, որ այս օրենքը հակասահմանադրական էր եւ գործատուն արդեն փոխանցած լինի այդ գումարը, քաղաքացին կարող է ոչ միայն պահանջել այդ գումարի վերադարձը, այլև ինչպես նշվեց, եթե քաղաքացին ավանդ է ամեն ամիս դնում, պահանջել այդ գումարի փոխհատուցումը բոլոր տեսակի տոկոսներով սղաճով հաշվարկված։ Այսինքն գործատուն, եթե կատարում է ենթադրություն եւ ասում սահմանադրական դատարանը կկայացնի որոշում եւ նա ստիպված կլինի միանգամից մեծ գումար վճարել, ապա նա այդ վտանգը հաշվի առնելով պետք է հաշվի առնի նաեւ այն վտանգը, որ իր աշխատողը կգա եւ կասի փոխհատուցի ոչ միայն իմ այն գումարը, որ ինձնից վերցրել ես, այլև փոխհատուցի այն եկամուտը, որ կարող էր բերել ինձ այդ գումարը։ Պարոն, սովորաբար նման ժամանակ, երբ որ բարձրանում է բողոքի ակցիա, քիչ թե շատ ֆինանսապես ապահովված հատվածը բնակչության այնքան էլ ժամանակ չի վատնում դուրս գալու բողոքելու, բայց այստեղ կարծեք թե մի քիչ աննախադեպ իրավիճակ է ստեղծել, որովհետև նաև նախաձեռնող խմբի անդամների մեջ այնպիսի մարդիկ են, որոնք ունեն կայուն աշխատանք, կայուն աշխատավարձ եւ այլն։ Կարծում եք, որ սա անսպասելի էր մի փոքր նաև իշխանության համար, որ կլիներ նման հակազդեցություն։ Իրականում ասեմ, որ պայքարը որպես այդպիսին ես չեմ կարող կապել, թե կոնկրետ քաղաքացին ինչքան եկամուտ է ստանում, հա։ Դա կախված չի, ես շատ աշխատավարձ եմ ստանում, թե քիչ աշխատավարձ։ Դա կախված է նրանից, որ պետությունը ինձ պարտադրում է իմ գրպանից վճարել ինչ-որ մի բանի, որ ես դեռ չգիտեմ, ես հետ ստանալու եմ, թե չէ։ Այսինքն դա կախված է քաղաքացու գիտակցությունից, ոչ թե ամսական աշխատավարձից։ Այդ իսկ պատճառով կարծում եմ շատ նորմալ է, որ դուրս են եկել եւ պայքարում են նույն ձեր նշած բարձր եկամուտներ ունեցող քաղաքացիները, որովհետեւ այստեղ պայքար է անարդարության դեմ։ Այսքան այստեղ ինչն է մտահոգող հարցը, որ վաղը այդ գումարը չեն վերադարձնի, թե որ նաև այսօր, ինչպես Դավիթը նշեց, սա նաև սոցիալական լրացուցիչ բեռ է առաջացնում այն մարդկանց համար, ովքեր դեռևս կյանքի կայացման ճանապարհին ունեն առայժմ լուրջ ներդրումներ անելու անհրաժեշտություն։ Խնդրահարույց լինելը երևույթն է, խնդրահարույց երևույթն է, ոչ թե գումարի չափը, որովհետև նույնիսկ եթե ասենք սահմանված լիներ, որ յուրաքանչյուրը 1 դրամ պիտի վճարի այս ռեֆորմի համար, ես անձամբ դրա դեմ պայքարելու եմ, ոչ թե որովհետև այդ 1 դրամից համար մեծ գումար է, որովհետև այդ 1 դրամը վերցնում է իմ գրպանից առանց իմ թույլտվության եւ առանց պատշաճ հիմնավորման, որ դա պիտի իսկապես վճարվի։ Այստեղ նաև սկզբունքի հարց կա։ Երևույթի, որ դա անարդար է, հակաօրինական է, եւ սա ուղղակի իմ որակում սա գրպանահատություն է։ Իսկ գրպանահատության չափը կարևոր չի, մի դրամ է գրպանահատվել, թե 10,000 դրամ։ Եվ մի ուրիշ բան էլ, եթե արդեն հղում կատարեմ ուղղակի ինչ-որ քաղաքագիտական տեսություններ կամ ոլորտի մասնագետներ, սովորաբար կա այդպես բավական լավ տարածված եւ ամուր տեսություններ, որոնք փաստում են, որ սովորաբար սոցիալական պայքարում ծայրաստիճան վատ ապրող մարդիկ սոցիալապես վատ վիճակում այնքան ակտիվ չեն լինում հաճախ, որովհետև մարդը որ ունի հացի խնդիր լուծելու, նրան շատ դժվար է այդ պահին հանել փողոց ինչ որ որևէ այլ գաղափարի համար, որը անուղղակիորեն է իր վրա ազդում, չնայած եւ ազդեցությունը ահռելի ծավալներ է։ Այս դեպքում միշտ միջին խավը իսկապես շարժից ուժն է լինում, որովհետև մենք մեզ չանվանենք ապահովված, միջին խավի երևույթը ներկայացուցիչներ ավելի միտված են լինում միշտ նման տիպ շարժումները բարձրացնելը եւ հետո ընդգրկել այո սոցիալապես անապահով խավերին եւս։
Ամսի 18-ին տեղի ունեցած ցույցում մենք կարող ենք տեսնել տարեց մարդկանց, ովքեր եկել էին խորհրդային միությունից մնացած այդ կտրոններով, որոնցով պետք է նրանք գումար ստանային իրենց ապագայի համար եւ շատ էսպես տիպիկ էր խնդրի արտացոլումը, որ հետևեք նրան, որ նույն իրավիճակի առաջ չկանգնեն քաղաքացիները։ Սա հաղորդագրություն էր, որ ուղղված էր կառավարությանը իր նման 40 տարվա այսպիսի մի ինչ որ կանխատեսմամբ, թե դուք կստանաք այդ գումարները։ Այդպիսի բան չկա ամբողջ աշխարհում, որպեսզի նման հեռանկարով որոշում կայացվի, որ գումարները պետք է պահվեն։ Այդ որում մի կառավարության դեպքում, որը նույնիսկ մի տարվա կտրվածքով կանխատեսում չի կարողանում, մենք դրան համոզվել ենք։ Շարունակեմ նաև միտքը, այս դեպքում ֆոնդերի մասին որ խոսքը գնում է, ֆոնդերից մեկը գրանցված է օֆշորային գոտում, հա, եւ ունի Կենտրոնական բանկը կարծեք թե այդ հարցին պատասխան է, եւ ասաց, որ օֆշորային ասելով Հայաստանում միայն վատ բան է։ Լավ, դա ասենք մի կողմ, բայց ունի 3 տարվա պատմություն ֆոնդը։ Իսկ դա նշանակում է 2008-ի կրիզիսը, հա, չի ազդել իրավ, այսինքն ինքը այդ փուլը չի անցել եւ մենք չգիտենք առաջիկա սպասվելի կրիզիսներում, իսկ ֆինանսական շուկայում տեսության համաձայն 7 տարին մեկ լինում են նման բաներ։ Եվ մենք չգիտենք, այսինքն հենց առաջիկա 7 տարում կարող է դա լինի, բոլոր փողերը կորեն։ Ընդ որում այդ ֆոնդերում էլ գումարը ղեկավարելը շատ լուրջ գիտելիքներ է պահանջում, որովհետև եթե դու ճիշտ պահին ցածր ռիսկայինից բարձր ռիսկային չփոխանցես քո գումարները, հետո հակառակը դու կարող ես բոլոր փողերդ կորցնես։ Այսինքն պետությունը մի կողմից համարում է, որ քաղաքացին այնքան գիտակից չէ, որ իր ապագայի համար գումար կուտակի եւ դա պետք է զորով իրենից վերցնել, մյուս կողմից համարում է, որ այնքան գիտակից է լինելու, որ կարողանալու է այդ ֆոնդերում ճիշտ կառավարել, հա, հասարակ գյուղացին, որ ասենք Չնայած գյուղացիները նույնիսկ չեն էլ օգտվելու այս օրենքից եւ վերջում չեն ստանալու թոշակ։ Այսինքն հասարակ քաղաքացին, որ ֆինանսական շուկայից ընդհանրապես տեղյակ չէ, պետք է արդեն ֆինանսական շուկայի մասնագետ որպես ներկայանա այս ամենում։ Նաեւ ապահովվածություն երաշխավորման, հա, դրույթին կուզենայի անդրադառնանք, որը նույնպես շատ խնդրահարույց է, այսինքն պետությունը հայտարարում է, որ երաշխավորելու է ամբողջ գումարը հաշվարկված նաեւ գնաճը, ինդեքսավորված գնաճով։ Նախ ասեմ, որ Կենտրոնական բանկի կառավարչի տեղակալի հետ, երբ որ մենք հանդիպում ունեցանք, հա, նշվեց, որ այդ գնաճը հաշվարկվելու է մոտ 4-ից 5%։ Իսկ մենք փաստացի գիտենք մեր երկրում տարեկան գնաճը ինչքան է լինում։ Այսինքն նույնիսկ այդ պարագայում դա չի ապահովում ոչ մի բան։ Էլ չեմ ասում այն կետը, որ 2-3 տարի հետո հավաքված գումարները մի քանի անգամ գերազանցելու են մեր երկրի բյուջեն, որը նույնպես այսինքն դառնում է հեքիաթ պարզապես, հա։ Մինչև այդ թեմաներին անդրադառնալը, եթե դեմ չեք, թույլ տանք, որպեսզի Տիկին Մարգարյանը միանա մեր քննարկմանը, ում մասին որ խոստացել ենք, համեցեք Տիկին Մարգարյան, շնորհակալություն, որ եկաք եւ մինչև ձեզ լսելը, ես հիմա ուզում եմ նաեւ թույլ տալ ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավարին հեռակա միանալ մեր բանավեճին, որովհետեւ իր եւ կարծում եմ իր գործընկերներից շատերի համար նախաձեռնող խմբի պայքարը ոնց որ թե հասկանալի չէ։ Հիմա լսենք թե ինչ կարծիք ունի պարոն Թամազյանը ձեր պայքարի մասին, որից հետո վերադառնանք եւ շարունակենք։ Այն երիտասարդները, որոնք որ չեն մտածում կենսաթոշակի մասին, ու ինչը բնական է, որ չեն մտածում, ճիշտ դրամաբանական է, որ կբողոքեն, որ այսօր իրենց սպառումը կրճատվում է։ Այն մարդիկ, ասենք, միշտ հարցումները այդ բողոքները, որ լինում են 25-30 տարեկան երիտասարդներն են։ Եթե խոսենք թոշակառուների հետ, նրանք միշտ դժգոհում են իրենց կենսաթոշակից։ Թոշակառուներ էին եկել, ովքեր ասում են, որ մենք եկել ենք մեր թորներին պաշտպանելու համար։ Հիմա այդ նույն կենսաթոշակառուները ասում են, որ իրենց կենսաթոշակը շատ ցածր է, չեն կարող ապրել։ Ո՞րն է դրա լուծումը։ Եվ այսպես ձեզ չեն հասկանում, որովհետև կարծում եմ, որ դուք պետք է ունենաք ավելի ապահով ծերություն, բայց դուք դժգոհ եք։ Մինչև պատասխանելը, եթե դեմ չեք, Գևորգ, մենք լսենք Տիկին Մարգարյանին, դուք հասկանում եք երիտասարդների պայքարը, թե ոչ։ Իհարկե։ Ինչ են պայքարում։ Իրանք ճիշտ են անում։ Իրանք դեռ չեն պատկերացնում ինչքան հարցեր կա, որով դեմ պետք է պայքարեն, պահանջեն, որ ճիշտ լինի օրենքների, որպեսզի իրենք նորմալ ապրեն, իրենց հարգեն։ Իրենք ճիշտ են անում։ Եվ ես կոչ եմ անում բոլոր մեծերին, ում էլ անգամ դա չի վերաբերվում, միանան եւ դրանցով։ Ձեզ չի վերաբերում, բայց տնտեսագիտորեն փաստորեն հիմնավորված չեք համարում բարեփոխումը, ինչու չեք համարում։ Առաջի հերթին ես սկսեմ այսպես, սա պայքար չի։ Ես կբնութագրեի այսպես, եթե общественный договорով, հասարակական պայմանագրով
կառավարությունը ստանձնել է պարտականություն ղեկավարել պետությունը, դա ուրեմն մարդիկ հասկանալով ինչ սխալ է անում կառավարությունը, նրանք պահանջում են, ոչ թե պայքարում են։ Սա նորմալ պահանջ է։ Մի կողմի, որը делегировал свои права, в смысле ղեկավարել պետությունը նրանց, առաջինը սկսենք ստեղից։ Երկրորդ, այսքան ընտրողները պահանջում են լսել իրենց ձայնը։ Դե կարճ փորձենք ձևակերպել ձեր թեզը, մոտավորապես այսպես։ ավելի քան իրենց լիազորել են, հասկանում եք, պետությունը կառավարել, ուրեմն պետք է պահանջեն, համաձայն չեն սրան եւ գտնում են սխալը։ Սա առաջի հերթին։ Երկրորդ հետ Համազյանին պատասխանեմ։ Ես 53 տարեկան եմ, նախկին պետությունում եմ եղել, անկախ Հայաստանում եմ ապրում, եւ ես մեկ օր, մեկ հարցում տարբեր տեղեր եմ աշխատել, լավ տեղյակ եմ ամեն ինչին, ես չեմ գտնում մի հարց, որտեղ պետությունը կամ պաշտոնյաները, բոլորը անկախ պաշտոնից, որ նրանք ցույց են տվել, համոզել, ապացուցել են ժողովրդին, որ նրանք մտածում են, թե ժողովրդի, թե երիտասարդների, թե ծերերի, ոչ մի հարց չկա, որ նրանք կարող են ապացուցել, որ նրանք մտահոգված են։ Դա երկրորդը, ուզում եմ ասել, դա արդեն սուտ է, որ նրանք մտահոգված են։ Եվ դա անում են այդ սերունդի հետ, որը արդեն մեծ տուժել է 90-ական թվականներին, մանկության առումով, առողջության առումով։ Ոչ ոք չի մոռացել այդ օրերը։ Հիմա երկրորդ մյուսը շատ հուզվեցի, պահա ասացի։ Այնպես որ իրանք դրանք չեն ապացուցել, արդեն վստահելու եւ երրորդը, նրանք իրավունք չունեն, սա առաջի հիմնական 3-ն եմ ասում պունկտերը, մնացածը ավելի մանր են, որ սա արդեն նշանակում է, որ իրանք իրավունք չունեն հաշվի չառնել սա պահանջը, նրանք իրավունք չունեն որոշելու երիտասարդի փոխարեն, ինչպես նա իրեն աշխատած գումարը պետք է տնօրինի այսօր, թե վաղը։ Եվ եթե երիտասարդները այսպեսին ծանրության տակ ապրեն, շատ կներեք նրանք չեն էլ հասնի տարիքին, որ իրենց թոշակից շատ ցավում է։ Պիտի մի բան ասեմ, հայ եթե թույլ կտակ աշխատակազմի ղեկավարի խոսքին, սա մեզ համար այնքան արդեն չարչրված, այնքան տրված ճակերտավոր փաստարկ է, որ դե բնական է երիտասարդությունը հակված չէ մտածելու իր ծերության եւ այդ տարիքի մասին։ Գիտեք, հարիշ չէ պաշտոնական ընդհանրապես դիրքորոշմանը նման, երբ որ չկա կոնկրետ պրագմատիկ եւ ռացիոնալ փաստարկ ու էմոցիոնալության վրա ստեղծում է փաստարկի միֆ։ Սա փաստարկ չի, սա փաստարկի միֆ է, պարոն աշխատակազմի ղեկավար, եւ այդ միֆերով մի փորձեք կերակրել մարդկանց, որովհետեւ այս երիտասարդները այնքան են հասկանում ու այնպիսի խնդիրներ են տեսել ու առաջ քաշել օրենքում, որ դուք այսօր չեք կամենում գալ ու բանավիճել այստեղ։ Ուրեմն երբ որ չկա ռեալ եւ ռացիոնալ փաստարկ, շատ հեշտ է կառուցել գնալ էժանագին տեխնոլոգիաների մի գնացեք, հորինել անհայտ հեղինակություններ փորձագետների տեսքով, ոչ մի ճանաչում այդ փորձագետներին, կամ ով է ասել փորձագետը ունի ավելի լավ պատկերացում երկրում կատարվողի եւ իրավիճակի մասին, քան ես, որ այստեղ եմ ապրում, էմոցիոնալ ինչ որ անհիմն փաստարկներ հակված չեն մտածելու, հակված ենք մտածելու, դրա համար այսօր ասում ենք, որ այս տեսքով անընդունելի է, ասում ենք, որ մենք կողմ ենք, որ կա բարեփոխումների կարիք կենսաթոշակային համակարգում եւ շատ լուրջ, բայց ոչ այս տեսքով։ Ու կൂട്ടակային համակարգը կարող է հիանալի գործել կամավորության սկզբունքով, եթե երիտասարդին լիներ խրախուսման միջոցներ, երբ որ ես որպես քաղաքացի գիտեք, ուզում եմ ռացիոնալություն, ինձ պետք չեն էմոցիոնալ հիմնավորումներ տվեք, ինձ ռացիոնալ հիմնավորում, որ ինձ շահավետ եւ ձեռնտու է գնալ այդ ուղով։ Չկա այդ հիմնավորում։ Խնդրեմ, Սևակին թույլ տանք, որտեղ ուզում էր արձագանքել ու պարոն Համազյանին, որ պայքարը տրամաբանական է, որովհետեւ մարդկանց գբանին են գտնում, ոչ դրա համար չի պայքարը տրամաբանական է դրա համար, որովհետեւ օրենքը հակասահմանադրական եւ հակասոցիալական օրենք է ու ինքը սոցիալական խնդիր չի լուծում նաև 30 տարի հետոյի համար, այսինքն այդ նույն քիչ աշխատավարձ ստացող մարդը, որը ժամանակին քիչ է աշխատել ու քիչ հարկեր է մուծել, եւս այս օրենքի կիրառման դեպքում եւս քիչ թոշակ է ստանալու 30 տարի հետո։ Այսինքն այդ սոցիալական խնդիրը, որ իրանք ասում են մենք սրանով լուծում ենք, իրականում չեն լուծում ու իմ համար եւս շատ զարմանալի է, որ օրենքը դեռ սահմանադրական դատանում է, դեռ քննության փուլ, քննությունը դեռ չի սկսվել իրականում,
պետք է քննվի, նոր հետո որոշի գործելու է թե ոչ։ Մեր պաշտոնյաները հայտարարում են, որ 10 տարի աշխատել են արդեն ու ամեն դեպքում ինքը գործելու է։ Ինձ այդ քիչ անհասկանալի է թվում այդ իրանց վստահ հայտարարությունները։ Գոնե աշխատանքի արդյունքը երևար իրենց պատրաստվածության տեսքով, ֆոնդերի ընտրության հնարավորությունը տրվեց պարտադիր բաղադրիչի մուտք գործելուց օրեր առաջ, այդ հուլիսի 1-ին պիտի լիներ։ Այո, բայց ինչքան ավելի շուտ պետք է լիներ, իսկ մենք գիտենք, որ 0.5%-ն է քաղաքացիների, որ այդ ընտրությունը կատարել է 1300 հայկացի, բայց շահառուների թիվը 250,000, այդ է չեմ 246,000։ Ես դա եմ ուզում ասել, դա դեռ կասկածի տեղիք է տալիս, արդյոք այդ բոլոր քաղաքացիները ֆոնդեր ընտրել են իրենց կամքով։ 1000 քանիսի մասին եթե անգամ 1000 հոգու մասին 0.5%։ Եվ ես կուզեի շատ կտրուկ պատասխանել, հա, պաշտոնյայի հարցադրումին, որ նրանք չեն մտածում շատ սխալվում եք, թե մենք չենք մտածում, մենք այնքան ենք մտածում, որ մեր այսօրվա ֆինանսական միջոցները չենք թողում ի պահ տալ պետությանը, այն պետությանը, որը չի կարողանում լուծել իր առաջ դրված խնդիրները։ Եվ կներեք մի բան պետք է ասեմ, ես սովորաբար ինձ համար ընտրել եմ սկզբում գնահատական մեջտեղ, բայց այսօր մասնակիորեն խախտելու եմ այդ սկզբունքը, ուզում եմ պատասխանել, եւ դա հայտարարում է կառավարության արտակազմի ղեկավարը այն դեպքում, երբ ներողություն ֆինանսների նախարարության արտակազմի ղեկավարը այն դեպքում, երբ որ իշխող ուժը հանրապետական կուսակցությունը այս պարագայում, բայց կապ չունի կուսակցությունը, հա, այս պայն իշխող ուժը ներկայացնող անձինք իսկապես ցինիկ չեմ խորշելու այդ բառը, ծիծաղելի հիմնավորումներ են բերում։ Վերջերս լրագրողներից մեկի հետ հարցազրույցում, օրինակ, պարոն Բադեյանն նշում էր, որ ինքը շատ ցավում է, որ այս օրենքից չի կարող օգտվել պարտադիր, հա, բաղադրիչին չի կարող մասնակցել տարիքի պատճառով։ Լրագրողը նրան խորհուրդ տվեց մեծահոգաբար կամավոր ձևով ընդգրկվել այս համակարգում, նա էլ ասեց, որ չէ, կարիք չունի, որտեղ ինքը իր փողերը լավ է տնօրինում, եւ լրագրողը հակադարձեց հաջորդ հարցով, իսկ ինչ է, փաստորեն դուք կարծում եք, որ դուք լավ եք տնօրինում, իսկ այս քաղաքացիները ունակ չեն տնօրինելու, ասես, բա իհարկե ես եւ դա իմ այդ թեզը ապացուցում այն փաստը, որ ես գործարար եմ, իսկ դուք ոչ։ Հիմա ես ուզում եմ դրան պատասխանել, քանի որ հնարավորությունը կա, այս ազգաբնակչությունը այնքան լավ է տնօրինում իր ֆինանսները, որ այս չնչին եկամուտների պայմաններում կարողանում է ապրել ու դեռ ինչ որ չափով արարել, ուրեմն այս ազգաբնակչությունը ամենալավ ֆինանսներ կառավարող ազգաբնակչությունն է։ Ես ուզում եմ հասկանալ կոնկրետ ձեզանից որևէ մեկը կատարել է հաշվարկ, թե ընդունենք, որ ընդունվեց օրենքը եւ դուք սկսեցիք կուտակել։ Որքան է լինելու ձեր կենսաթոշակի չափը, երբ որ դուք գնալու եք արդեն հասնելու եք կենսաթոշակային տարիքին։ Իսկապես դա իրականում դա այնպիսի թվեր է, հաշվարկ է պահանջում, այդպիսի թվեր չեն։ Բացի հաշվարկը, կներեք, որպեսզի կարողանալ հաշվարկ անել գոնե մոտավոր, որը կհամապատասխանի, պետք է տեղյակ լինեն հաշվարկի ձևին, ինչպես է պետությունը կա հաշվարկ անելու կառավարությունը։ Սկզբում 5%-ի մասին է խոսքը, հետո պարզվեց, որ դա ամենևին էլ 5%-ից մի քիչ ավելի շատ է բարձրացվեց հաշվարկների հետ կապված, երբ պատգամավորները դիմեցին կառավարության ասին տվեք մեզ հաշվարկների մեխանիզմները, կառավարությունը պատասխանեց, որ դա համաշխարհային բանկի սեփականությունն է, համաշխարհային բանկն էլ ասաց, որ մենք դա կտանք ձեզ միայն այն դեպքում, երբ կառավարությունը համաձայնի, եւ այս խոսակցությունները փակվեցին։ Որտեւ իսկապես հետաքրքիր է, կանխապես ես որքան կենսաթոշակ եմ ստանալու, երբ որ ես այսօր կուտակում եմ, թե գուցե էլի 30,000 դրամ որքան է։ Ամբողջ քաղաքականությունը պահելաձևը ինչ է նշանակում։ Ամեն հարցերում, բոլոր օրենքներում էսպես է։ Դրված են օրենքները, որպիսի երկու կողմը հասնի պայքարի, հոգնի պայքարից ու դադարեցնի։ Ու այնպես, որ իսկապես մեղավորը չի երևում, որպիսի գտնես ով է։ Դրա համար այսօր պայքարում սկսած պետք է պահանջել ցանկացած հարցի լուծման կամ առաջարկման անվանական անուն ազգանունով, պաշտոնով ով է պատասխանատու եւ բոլորին հետագայում պատասխանատվության կանչի։ Ախր հետագան շատ հեռու է։ Հետագան ես համոզված եմ, որ այս օրենքը չի ընդունվելու։ Պաշտոնյաները Ես համոզված եմ, որ սա չի ընդունվելու։ Դուք լավատես եք։ Ես այո լավատես եմ։ Տեսնենք եւ ինչ հաշվարկներ մենք մի անգամ իմ ընկերոջ հետ հաշվեցինք ոնց որ թե ինչ որ մոտավոր ուղղակի այդ ամեն ինչի մտքից թռել է այնքան ձեռք չէր տալիս։ Իմ մոտ որոշ գրառումներ կա հետո կարող։ Եթե չեմ սխալվում, մոտ 40 տարի անընդմեջ կուտակելուց հետո մարդ կարող էր ստանալ իր միջին աշխատավարձի չափով թոշակ։ Մենք հաշվել էինք
Մոտարպես եթե 80000 աշխատավարձ ստանում, հետո ստանալու եմ 60000 թոշակ։ Պաշտոնական դիրքորոշումը ասում է 45% պետք է լինի քաղաքացու թոշակը իր ամբողջ ստացած աշխատավարձերի միջինի չափից, բայց չի խոսվում այդ թոշակի կշռի մասին նույնիսկ սղաճի հաշվարկների պարագայում, այսինքն նույնիսկ դա չի հաշվարկված։ Բացի դրանից այդ հաշվարկման մեխանիզմում, որքան գիտեմ, դրված է նաև միջին տարիքի հարցը, հա, թե մարդը ինչքան պետք է ապրի, որը եթե չեմ սխալվում տղամարդկանց համար 15 տարի։ Հա, 15։ Այսինքն մինչև 80 տարեկան։ Չէ, տղամարդկանց կարծեմ 75, կանանց 76, բայց 10 տարի է։ Ամեն դեպքում կենսաթոշակային տարիքը 65-ն է։ Ամեն դեպքում դա իրատեսական չէ, հա, դնել հաշվարկել կոնկրետ որ այս մարդը կապրի այդքան եւ սկսեն նրան ամսական այսքան մի բան էլի լրացում անեն ժողովուրդ փոխարեն որոշում է որ կենսաթոշակի գնալուց հետո պետք է ապրես 10 տարի։ Այդտեղ նրանց պահ կա։ Այդ դեպքում խաղի մեջ են մտնում ապահովագրական ընկերությունները։ Այսինքն եթե քո 63-ը լրացավ, փողը վերցնում ես, փոխանցում ես ապահովագրականին, օրենքում համենայն դեպս այդպես է գրած դեռևս, եթե նոր բաներ չեն փոփոխել։ Եվ հետո ապահովագրական ընկերությունը անունից հետո տարեստարի դա բաժանում է, այսինքն եթե դու ավել ապրես, արդեն իր հաշվին է տալու։ Եթե պակաս ապրես, այդ փողը ոչ մեկին չի տալու, մնալու է իր մոտ ու հետո գնալու է ժառանգների հաշվին, այսինքն քո ժառանգը նույնիսկ այդ փողը ստանալու իրավունք չունի։ Կստանաս բազային թոշակը, որը 14000 դրամ է այս պայի դրությամբ։ Մենք նաև հաշվարկներ կատարեցինք որոշ ժամանակ առաջ, եթե դու այդ նույն գումարը ներդնես բանկ ավանդի տեսքով, հա, ես նույնիսկ հաշվեցի 10%-ի դեպքում, այնինչ 10 եւ 15 տարի դնելու դեպքում դա մինչեւ 13-14%-ով ավանդ ընդունում են բանկերը։ Այդ գումարը գալիս է շատ ավելի, մի քանի միլիոնով ավելի դրամ, քան կենսաթոշակի համակարգի դեպքում։ Ընդ որում եթե դու դրել ես բանկում, ցանկացած պահի դու կարող ես այդ գումարը հետ վերցնել, հա, ցանկացած պահի կարող ես օգտագործել ըստ քո հայեցողության եւ վերջում կարող ես կտակել ի վերջո։ Այս պարագայում միայն կարող ես, հա, ծանր առողջության դեպքում, ուրեմն մի քանի դեպք կա, մահացու քաղաքացիություն, ու նաեւ շատ վտանգավոր մի կետ, հա, երբ որ երկրից հեռանում ես եւ հրաժարվում ես քաղաքացիությունից։ Իսկ այն հարցին, թե վարչապետի հանդիպման ժամանակ, եթե չեմ սխալվում, հենց Դավիթն էր հարց ուղղել վարչապետին, եթե 60 տարեկան մարդը մնա գործազուրկ, հա 63 թոշակային տակիսային տարիքն է, թե մինչև այդ չփոխեն, գործազուրկ է, բայց ահռելի գումարներ ունի կուտակած, 3 տարի դեռ կա թոշակ, կենսաթոշակային տարիքի, ուրեմն իրենք չեն տալու այդ գումարը, փաստորեն մարդը սոված սպասի մինչև 3 տարին ասի, որ իր ասում են քո սեփականությունն է, այդ գումարը օգտվի այդ գումարից, վարչապետը պատասխանեց, որ մենք 60 տարեկանում այդ մարդուն կուղարկենք վերապատրաստման եւ սոցիալ-նախարարության այդ զբաղվածության ծառայության միջոցով կտեղավորենք նոր աշխատանքի։ Լրջությունը գնացեք ինքներդ պատասխանեք։ Մենք դա խոսում ենք։ Ես կներեք մի այս հարցին, որ պատասխանեց ավելացնեմ։ Որևիցե մեկը Հայաստանում տեղյակ է, որ երբ որ թոշակառուն մահանում է, բավականին նրբություններ կան, որ ժառանգները կարող են գումար տիրապետել թոշակից, շարունակել ստանալ։ Քանի մարդ է տեղյակ, որ այդպիսի օրենքներ կան։ Դա թաքցվում է ժողովրդից։ Ցուցադրական ընդունվում է, որ ասենք միջազգային մակարդակով տեսնեն, ցույց տան, որ բայց ժողովուրդը տեղյակ չի։ Եվ դա ներքին կարգով սոցիալական ապահովության ծառայությունները թաքցնում են։ Ես առիթ եմ ունեցել այդ հարցերով շփվել եւ կարողացել եմ մի քանի հոգու օգնել, որպեսզի կարողանան թոշակը ավելացնել այդ հարցերի շնորհիվ։ Ես ուզում եմ իմ օրինակը բերել։ Ես ստանում եմ, ինձ համար դա նորմալ չի, դա գտնում եմ քիչ է, աշխատավարձը չեմ ուզում ասել որքան, բայց ամսական 80000 պահվում է հարկ։ Հայրս թոշակառու է 85 տարեկան, ես եմ նրան խնամում, ստանում է 44000 դրամ, տակ, և օրենք կա, որի մասին ես կարծում եմ շատերը էլի տեղյակ չեն, օրենք է ընդունվել, որ երիտասարդները պարտավոր են օրենքով պահել իրենց ծնողներին, տեղյակ են որից է մեկը։ Դա սահմանադրությունն է ասում, որ ծնողները պարտավոր են պահեն իրենց երեխաներին, երեխաները պահեն իրենց արդեն տարեց ծնողներին։ Դրանից հետո էլի կետեր կան, որը երբ որ իրանց պետք է լինում, օգտագործում են։ Լավ, հիմա եթե դուք հասկանում եք, չէ, 80000 ես եմ վճարում, ծնողիս հոգսը ես եմ տանում եւ այդքան թոշակ։ Հիմա տեսեք ինչ է ստացվելու, այսինքն 74 տարեկանից ծնվածները այդ 80000-ը վճարելու են, որպեսզի ձեր ծնողի տարիքի մարդիկ եւ
հա, մեծասակ ծնողները ստանան։ Չէ, հենց էտա որ մեր վճարած գումարները բացարձակ ոչ մի կերպ չեն առնչվելու եկամտային հարկի տեսքով, հա, բայց ոչ ես նկատի ունեմ եկամտահարկը շարունակվելու է վճարվել։ Այո, 80000-ը դա այդ պահումն է։ Այո, սոցվճար եկամտահարկ, որը միավորեցին։ Դրան գումարած վճարելու ենք նաև 5%-ը, որ այստեղ այնպիսի տպավորություն, որ եկամտահարկի տեսքով թոշակառուները կկարողանան ավելի շատ գումար ստանալ այն պարզ պատճառով, որ գումարների զգալի մասը գնալու է արտասահման, չի ներդրվելու այստեղ եւ օրենքը հենց այդպես էլ նախատեսում է այն պետությունը կառավարությունը ասում է, որ այն մեծ մաս ռիսկային գումարը, որ դուք հնարավորություն կունենաք ստանալ ֆոնդ ընտրելով, դա հենց նախատեսված է արտասահմանյան ընկերություններում ներդրում անելու։ Հիմա պարոն Թամազյանին լսենք, ինքը հենց խոսում է դրա մասին, թե ինչ տնտեսական օգուտներ է ստանալու մեր երկիրը եւ պնդում է, որ տնտեսական օգուտներ լինելու են։ Խնդրեմ, լսենք պարոն Թամազյանին։ Այս տարի կանխատեսվում է, որ կհավաքվի շուրջ 40 միլիարդ դրամ կենսաթոշակային ֆոնդերի կառավարման ներքո, դա նշանակում է, որ գոնե դրա կեսից ավելը Հայաստանում ներդրումային գումար է դառնում։ 20 միլիարդ դրամից անում 20-25 միլիարդ դրամից ավելը առնվազն, դա բավականին մեծ գումար է ներդրման համար, գումարած դրան, որ այդ գումարները երկարաժամկետ են եւ դա մեծ ազդեցություն կունենա շուկայի վրա, այսինքն թե վարկավորման վրա, թե ավանդների վրա։ Եվ այսպես, մեր տնտեսությունը ֆինանսական շուկան ակտիվանալու է, մենք սկսելու ենք ավելի լավ ապրել։ Ես այդպես եմ ընկալում պաշտոնյա։ Ներդրումները ինչպես են կատարվելու, քանի որ ֆոնդերը արժեթղթերի շուկայում են գործելու, պետք է արժեթղթեր գնեն։ Մեր երկրում արժեթղթերի շուկա գոյություն չունի։ Արժեթղթեր միայն թողարկում է պետությունը, գանձապետական պարտատոմսեր։ Իսկ դա ինչ է նշանակում։ Մեր երկրից գնելու են պարտատոմսեր, այսինքն այս նույն հավաքած գումարը, որի մասին խոսվում էր, հետ են գնում է ֆոնդ, հետո ֆոնդը մեզ տալու է վարկով, տոկոսով։ Այսինքն մենք փողը հավաքելու ենք տանք իրենց, հետո այդ նույն փողը հետ վերցնենք ու դրա դիմաց տոկոս տանք։ Տրամաբանությունը որտեղ, այսինքն ինչ տնտեսական ինչ որ բարեփոխման մասին է խոսքը։ Եվ դա այն պարագայում, երբ մենք այդ ամբողջ գումարը կարող ենք ծախսել մեր տնտեսությունում, ինչ որ կերպ տարբեր հարկերի տեսքով այդ գումարները գնում են բյուջե, հիմա այս պարագայում, ինչպես պարոն աշխատակազմի ղեկավարը նշեց, այդ գումարների մեծ մասը գնալու է արտասահման։ Հիմա այդ պարագայում ինչ տեսքով էլ որ գա, Գևորգի նշած տեսքով էլ որ ներդրվի մեր տնտեսության մեջ, դա արդեն ավելի քիչ է, քան մենք քաղաքացիներս կարող ենք դա ծախսել մեր իսկ երկրում։ Դրա համար կարող եմ ես մի բան ասել, կներեք։ Այդ ձեր այս բոլոր քննադատությունները, այս երկար խոսելը, ես ճիշտ է համաձայն եմ, սա ձեզ պետք է այս քննարկումները, բայց սա նշանակում է մի բան, որ դուք դեռ չեք հասկանում, որ կառավարությունը ամեն քայլափող, ամեն խոսքում խափում է ժողովրդին խափում է, եւ եթե դուք ճիշտ եք տրամաբանություն չեք գտնում ու դեռ հարցը իրենք ինչպես են դա անելու, դա ընդհանրաձև ասելու, նրանք կարող են ցույց տալ, բայց նրանք ինչ են անել, դա ոչ ոք չի կարող։ Պատասխանը կա, ասեք Դավիթ, ու պատասխանը լսենք ամեն։ Մենք ուղղակի նրանց փաստարկները մերկացնում ենք եւ զրկում ենք իրենց չկա։ Այս հիանալի այս պնդումները, որ կստեղծվի այս հասկանալի է, հա, երկարաժամկետ փողերի շուկա եւ այլն, բայց դա էլի միջավայրից կտրված է։ Որտեղ, միտեղ որտեղ ազատ շրջանառու ֆինանսական միջոցներ չկան, ինչի հաշվին, եթե անգամ դա հիանալի, ինչի հաշվին, ում հաշվին, ազատ շրջանառու ֆինանսական միջոցներ ունեցող երկրում գուցե եւ այո նպատակահարմար է նման կերպ երկար փողերի շուկա ստեղծել, հա, բայց մի երկրում որտեղ չկա ազատ շրջանառվող ֆինանսական միջոց, աշխատավարձը դրամով հաշված է եւ բաշխած է ինչ որ մի կարիքի բավարարման համար, այս գնով փողերի շուկա այնել կստեղծի թե չստեղծելը միտումը, այ հենց է հակասոցիալական է։ Ընդ որում, երբ որ մեր մոտ նվազագույն զամբյուղը ավելի բարձր է, քան նվազագույն աշխատավարձը։ Նույնիսկ միջին աշխատավարձը բարձր է։ Խնդրեմ, Արսենին լսենք։ Պետությունը դա մի ժիվոյ օրգանիզմ է եւ պետությունը պետք է ղեկավարեն ոչ թե բանկերները, այլ խազայստվինիկները, ու չի կարելի մեր պետությունը, որտեղ մենք ուզում ենք ապրել, մեզ հարցնեն, բանկ են ուզում դարձնեն, թե չէ։ Մենք չենք ուզում։ Ես եւս մի փաստարկ հա բերեմ, որ նշվեց նաեւ որ կազդեն ավանդների վրա, վարկերի վրա։ Ես այսօր պարզ խնդիր ունեմ ու ազգաբնակչության մեծ մասը վարկեր ունի, հա։ Եթե այսօր ին գումարը վերցնում են իմ ձեռքից եւ չեմ կարող հոգալ իմ ֆինանսական պարտավորությունները, այսինքն չեմ կարողանում շարունակել վճարի իմ վերցրած վարկը, տոկոսները, ինչի մասին է խոսքը։ Ես եթե այսօր բնակարան եմ գնում, հա, վարկով, ես պարզապես պետքա տամ այդ բնակարանը հետ տամ։
եւ դա ոչ մի կերպ չի ազդելու իմ բարօրության վրա, այլ ավելի հակառակը վատացնելու իմ սոցիալական վիճակը։ Հիմա այստեղ դուք հարց բացեցիք, թե ինչու են այդ գումարները Հայաստանից դուրս բերվելու, եւ դրա պատասխանը այն է, որպեսզի դուք երաշխավորված լինեք, որ կենսաթոշակային տարիքի հասնելու ժամանակ այդ գումարները ձեզ կվերադարձվեն։ Պարոն Թամազյանին եւս մեկ անգամ ուզում եմ հնարավորություն տամ եւ խոսելու եւ ասելու, որ այդ գումարները երաշխավորված են, մենք անհանգստանալու խնդիր չունենք։ Գումարները պատկերացնենք հավաքվում են ինչ որ մի պարկում եւ ասում են որևիցե անձի, որ ներդրումներ արա։ Ներդրումների ուղղությունները սահմանափակ են, այսինքն սահմանված են, որ 5%-ից ավել այստեղ չես կարող անել, մեկ կազմակերպությունում այսքանից ավել չես կարող անել, պարտատոմսերում այսքանից ավել չես կարող անել, դեպոզիտ բանկերում այսքանից ավել, այսինքն դիվերսիֆիկացիան ապահովված է, որպեսզի ամբողջ գումարը ինչ որ միտեղ չգնա, ամբողջ գումարը չգնա փոխկապակցված անձանց միջև, ամբողջ գումարը չգնա կառավարիչի հետ, այսինքն փոխկապակցված անձանց նման ռիսկերի հանդեպ սահմանափակումներ են դրած։ Հիմա ենթադրենք, ինչը շատ քիչ հավանական է, բայց ենթադրենք կառավարիչը սնանկանում է։ Այդ կառավարիչը, որ սնանկանում, այդ պորտֆելը ներդրումները փոխանցվում են այլ կառավարիչի։ Սնանկանալով ինքը իր հետ ոչ մի բան չի կարող տանել։ Այդ գումարները իրանը չեն։ Երաշխավորված են գումարները, պարոն Նայք, ինչի եք անհանգստանում։ Գումարի սնանկանալ նշանակում կորցնել գումարը։ Ինչի պետքա հասարակաղաքացին այդքան բան հասկանա, բացի դա էլ միշտ հետևի։ Նոր լավ ասես Դավիթը, հա, եթե սնանկացել է, այսինքն ինչն է փոխանցելու այլ ֆոնդին, պարտավորությունները, հա, պարտքը, որ ֆոնդը իր վրա կվերցնի սնանկացած ինչ որ բան։ Ես այսինքն ես ֆինանսիստ չեմ, հա, բայց ես փորձում եմ տրամաբանել, բայց ուր է տրամաբանությունը։ Իրանց մի խոշոր հարցուկզիչ է։ Սնանկացման վրա չկենտրոնանալ, կոլապս է, տնտեսական կոլապս, դեֆոլտ է։ Տնտեսական դեֆոլտ է, հա, սնանկություն չի, դեֆոլտ է, որից տուժում է աշխարհի գործող խոշոր ցանկացած ֆոնդ, արժեզրկում է, ինֆլյացիա, այսինքն այս դեպքում ինչն է գերաշխավորելու։ Սնանկությունը մի կողմ դնենք, հա, եթե կոլապս է, որի ականատեսը մենք եղել ենք, այնպես չի որ դա դժվար հավանական է, այո, շատերը դեռ տանը ունեն խնայ դրամարկղերի գրքույկները, գումարը մեջ է, բայց գումարները չկա։ Հələ նույնիսկ մի կողմ դնենք Խորհրդային Միության պատմությունը 2008 թվի ճգնաժամից հետո Հունգարիայում գործում էր կൂട്ടակային այս կենսաթոշակների սկզբունքը եւ երբ նրանք տեսան, որ այդ սնանկացումից հետո պետությունը ուղղակի ի վիճակի չէ այդքան գումար վճարել, ասցին չէ, այն սերունդների համերաշխության սկզբունքը ավելի լավ էր, թող սերունդները համերաշխ լինեն, իսկ կൂട്ടակելու խնդիրը թող լինի կամավոր, թող իրենք անեն եւ այս մեծ գումարները չտանք մասնավորին, չդնենք նրանց վրա այդ պարտավորությունը։ Ընդ որում հենց նշված գումարների վրա եթե ուշադրություն դարձնենք, հա, այս տարի եթե մի տարվա համար նշվեց 40 միլիարդ, հա, ասենք ես 30 տարի հետո եմ անցնելու այդ բանին, 30 անգամ ու ընդ որում մարդկանց թիվը այս համակարգին անցնող տարի ավելանալու է։ Ասենք բոլոր հիմիկվա ուսանողները մի քանի տարի հետո մտնելու են շուկա։ Այսինքն եթե նույնիսկ 40 միլիարդով հաշվենք, 30 տարի հետո դա հսկայական գումարներ է անում, որը մեր բյուջեից քիչ է։ Ես ինչպես կարող եմ վստահ լինել, որ դա երաշխավորված է բյուջեով։ Հասկացա, միջազգային փորձի մասին քանի որ խոսվեց, միջազգային փորձի մասով եւս պարոն Թամազյանը ինչ որ կարծիք ասել հենց Հունգարիայի օրինակի հետ կապված։ Լսենք պարոն Թամազյանին նաեւ եւ այնտեղ Ռուսաստանի մասին խոսք կա, իդեպ շատ հետաքրքիր էր։ Ես հաղորդումը նախապատրաստելուց առաջ նաեւ մի փոքր ուսումնասիրեցի ռուսական օրենքը։ Շատ հետաքրքիր է, որ ընդունել են 2013 թվականի դեկտեմբերից եւ այնտեղ պարտադիր բաղադրիչից հրաժարվեցին ամեն դեպքում եւ այլ մեխանիզմներ առաջարկեցին, բայց կիրառության մեջ պիտի մտնի 2015 թվականի հունվարի 1-ից, այսինքն բավական երկար ժամանակ կա, որպեսզի մարդիկ կարողանան հասկանալ դա իրանց ձեռք է տալիս, ընտրում են թե չէ։ Ռուսական օրինակին սովորաբար մենք հետևում ենք, չգիտեմ այս դեպքում կհետևենք թե չէ։ Լսենք պարոն Թամազյանին արդեն եւ անպայման կլսենք ձեր կարծիքը։ Խնդրեմ միջազգային փորձի մասին։ Շատ երկրներում տապալվեց, ես այդ արտահայտությունը չէի անի, շատ երկրներում հաջողվեց, մի քանիսում տապալվեց։ Տապալվեց ասած քաղաքականապես նույնպես հետ կանգնեց, ասենք վերջին, որ հիշում եմ, Հունգարիան էր, որ հրաժարվեց համակարգից, ուղղակի որովհետև չէր կարող պետական բյուջեից այդ տրամահատկացումները անել եւ այդ գումարները ուզում էր նախատեսի ծախսի այլ ուղղությամբ, ներդրումներ կատարի այլ ուղղությամբ, ուր որ կորոշի պետությունը։ Այսինքն պետությունը որոշեց խառնվել մարդու
միջոցների կառավարմանը։ Ռուսաստանում ես, եթե ճիշտ եմ հիշում, ոչ թե հրաժարվեցին, այլ ուղղակի չափաքանակները փոփոխեցին։ Կամավոր դարձավ որոշ վերապահումներով։ Ժամկետ տրվեց մինչև երբ ինչ կարող են անել։ Ահա, խնդրեմ Արսեն։ Անդրադառնամ մեկ այլ հարց, հետո ընկերներս եթե կխոսեն սրա վերաբերյալ։ Անընդհատ պետական պաշտոնյանը նշում են, որ պետությանը երկարաժամկետ գումարներ են պետք է ներդրումներ, պետք է տնտեսության այս վատ վիճակից դուրս հանել եւ նշում են քաղաքացի դու ամեն դեպքում կուտակում ես, այս դեպքում վստահիր ինձ, այսինքն կոլեկտիվ ձևով վստահեք ինձ, ես դա կօգտագործեմ ի բարօրություն ձեզ, հա, ներդրումներ կանեմ։ Պարզապես մի խորհուրդ, անընդհատ նշվում է, որ երկրում ստվերը շատ մեծ է եւ չեն կարողանում այդ մարդկանցից գումար վերցնել։ Գոյություն ունի տրամաբանական շղթա, երբ որ պետությունը այս ստվերը կվերացնի, օլիգարխից կվերցնի գումարը, ներդրում կանի տնտեսության մեջ եւ կպակասի, այսինքն ելի ներդրումների կարիք կլինի։ Այդ դեպքում պաշտոնյայի ասածը տրամաբանական կլինի, որ քաղաքացիներ եւս ձեր օգնությունը պետք է, որպեսզի տնտեսությանը ոտքի կանգնեցնենք, բայց քանի դեռ ստվերը այդպիսի մեծ ծավալ է, ինչի մասն է խոսքը, դուրս է գալիս, որ նա ստվերից, հա, օլիգարխից կամ մեկ այլ գործարարից չի կարողանում գումարը խլի եւ խլում է ինձնից։ Շատ բարի, ես խնդրում եմ միջազգային փորձի մասով մենք շատ քիչ ժամանակ ունենք։ Նախքան որտեղ վստահ եմ ընկերները արգումենտներ շատ կարող են բերել, բայց մի բան հենց սկզբից նախքան արգումենտների մեջ խոնալ եւ ուսումնասիրել որտեղ հաջողվեց, որտեղ չհաջողվեց, ելակետներ միած սկզբունք եկեք որդեգրենք, որ չգնենք մոլորության գիճկը։ Որևէ արգումենտ անիմաստ է, եթե ելակետային սկզբունք չենք վերցնում, որ համեմատությունը պիտի կոռեկտ լինի։ Համեմատությունը մեր երկրի եւ այդ երկրների կոռեկտ չէ, չհամեմատվեք Հունգարիայի հետ, չհամեմատեք մի երկիր մենք Հայաստանը, որը ավելի շատ սպառում է, քան իր հնան է, այսինքն ավելի շատ սպառում է, քան արտադրում է, չի կարող համեմատվել որևէ այլ երկրի հետ, իսկ այդ բոլոր մնացած երկրները հնայի չափով չեն սպառում, շուտ պակաս են սպառում, փոքր շատ քանակի։ Այս սկզբունքը որդեգրելով, որ մենք ավելի շատ սպառում ենք, քան հնա ունենք, այլևս համեմատությունը դարձնում է ոչ կոռեկտ եւ ոչ տեղին կարող է նույնիսկ չխորանալ համեմատության մեջ։ Տեսեք, ոչ Հայաստանի նման շատ կներեք, Հայաստանը գտնում է շրջափակման մեջ եւ 22 տարվա ընթացքում չկարողացան այդ հարցը լուծել։ Արդեն դուք չեք կարող համեմատվել եւ պատերազմային զինադադար է։ Պարոն Թամազյանը նշեց, որ Հունգարիայում չեղան այնքան գումարներ, որ կարելի լիներ դա փոխհատուցել, սակայն այդպես էլ չպատասխանեց, թե որն է երաշխիքը, որ մեր մոտ դա կլինի։ Ի վերջո տնտեսական ճգնաժամը, ինչպես նշվեց, դա պարբերաբար տեղի ունեցող է։ Միջազգային փորձին անդրադառնալով, օրենքը ներդրվեց Չիլիում։ Այն պահին, երբ Չիլիում պարտադրողական այդ համակարգը ավելի հասունացած էր, ավելի զարգացած էր, նույնիսկ այդ դեպքում ասեցին, որ մենք չենք պարտադրի այն քաղաքացիներին, ովքեր հիմա աշխատում են, ունեն սոցիալական բեռ, մենք նրանցից իրենց աշխատավարձի մի մասը չենք խլի, պարտադիր բաղադրիչը կսկսի գործել երիտասարդների վրա, ովքեր նոր են մուտք գործում շուկա եւ նրանք չեն զգա իրենց վրա աշխատավարձի իջեցումը, որովհետեւ եթե դու պլանավորել ես, ունես վարկեր, պարտավորություններ, երեխայի ուսման վճար, նման խնդիրներ, ուղղակի անթույլատրելի է այդ գումարը վերցնել քաղաքացուց եւ Չիլիից սկսած մինչեւ Հունգարիան այս փորձերը հաշվի են առնվել մասնակիորեն կամ ընդհանրապես հաշվի չեն առնվել եւ քիչ առաջ մենք խոսեցինք, որ նույնիսկ սոցիալական բեռը, հա, սոցիալական ապահովությունը, որ 60 տարեկանում երբ քաղաքացին լինի գործազուրկ, ինչ պետք է անի, երբ ունի կուտակած գումար, նույնիսկ սա հաշվի առած չէ։ Հիմա այս բանի դրությամբ ինչ վստահության մասին կարող է լինել խոսքը։ Շատ բարի, հասկացա, դուք միևնույնն է չեք ուզում լավ ծերություն ունենալ։ Ես վերջին անգամ ուզում եմ պարոն Թամազյանին հնարավորություն տամ, որպեսզի ինքը միանա հեռակա մեր բանավեճին եւ ասի, թե դուք ինչ եք շահելու, երբ որ կուտակեք։ Հետաքրքիր։ Տեսնում ենք, որ արտասահմանյան թոշակառուները, չգիտեմ, ծեր տարիքում տուրիզմով են զբաղվում։ Ցանկացած երկրում տուրիզմի մեծ մասը կենսաթոշակառուներն են։ Ինչու, ասենք, ինչու երիտասարդները շատ ավելի շատ չեն, քան կենսաթոշակառուները։ Երիտասարդ տարիքում աշխատում են, կենսաթոշակային տարիքում սպառում են իրենց աշխատածը։ Այսինքն այնքան գումար են կուտակում, որ կենսաթոշակ ստանալով հնարավորություն են ունենում ճանապարհորդել կամ զբաղվել իրենց ցանկացած գործով։ Այսինքն դուք տեսնում եք, որ կգա ժամանակ, որ հայ կենսաթոշակառուները կկարողանա արվել է հնարավորինս, որ այդպես լինի։
Ես որքան հիշում եմ, ներողություն Դավիթ, այդ իրազեկման, հա, բուկլետները, որոնք կային կենսաթոշակային կൂտակային համակարգի վրա, այդպես շատ երջանիկ տատիկ ու պապիկ էին դրան նկարած, որոնք զբոսաշրջությամբ էին զբաղվում։ Սկսենք Դավիթից կամ Գևորգից ամփոփում ենք ասել, ամփոփում ենք, ինչու չեք ուզում դուք գնալ երկիր տեսնել, աշխարհ տեսնել, երբ որ կանցնեք կենսաթոշակի, եւ ասեք ճանապարհը եւ նախաձեռնության հաջորդական քայլերը դեպի ուր են գնալու։ Ուզում եմ տեսնել լավ ծերություն եւ շրջել աշխարհով մեկ, բայց այս միջոցին չի ապահովելու եւ այդ համեմատությունը ինձ համար այս խոսքերը փաստում են, որ պարոն Աշտակազմ ղեկավարը եւս օրենքի մասին եւ տեղեկացել է շրջանառվող եթերում տեսահոլովակներից եւ դրա ազդեցության տակ է ուղղակի ինֆորմացիան այդքանով է սահմանափակվում։ Գուցե ոչ կոռեկտ են չի համեմատությունը, ձուկը տեսնում է, որ մարդը ծովից դուրս է ապրում, ինքն էլ է ուզում։ Գնացեք ձուկը եթե ծովից դուրս գա, տեսեք ինչ կնի իր հետ։ Այսպես մենակ որակ եմ։ Խնդրեմ, Գևորգ, ճանապարհը ասեք, ուր եք գնալու։ Ուր ենք գնալու։ Դեմ եմ նախաձեռնությունը մինչև ուր է հասնելու, ինչ ճանապարհ եք ընտրել։ Ճանապարհը լինելու են միանշանակ օրենքի սահմաններում։ Առաջիկա մեր խնդիրը հակասահմանադրական ճանաչվելն է օրենքի։ Այսինքն սկզբունքորեն մենք այս ոլորտում բարեփոխումներին դեմ չենք։ Մենք դեմ ենք կոնկրետ այս օրենքին եւ կոնկրետ կետերին, որոնք նշվել են սահմանադրական դատարանի դիմումի մեջ։ Ուր ենք գնալու, կլինեն բազմաթիվ ակցիաներ, մենք ամսի 8-ին, չէ՞, Վանաձոր ենք մեկնում, այնտեղ կազմակերպելու որոշ բաներ, կազմակերպված ենք միանում եւ սատարում ենք։ Այո, միանում սատարում ենք, ճանապարհին հենց ավտոերթով դա կլինի, այսինքն ճանապարհին նաեւ որոշ այլ քաղաքներում կլինեն իրազեկման փոքրիկ ակցիաներ եւ կհասնենք այնտեղ։ Նախատեսվում է նաեւ մնացած շրջաններում նմանատիպ ակցիաներ, նախատեսվում են Երևանում նորից բողոքի երթեր, մինչև սահմանադրական դատարանի նիստը կլինի նաև ցույց, կուզեի այդ մասին արդեն իսկ բարձրաձայնել։ Մի խոսքով անելու ենք այն ամենը, ինչ սահմանադրությամբ մեզ վերապահված է, որպեսզի պաշտպանենք մեր շահերը։ Շատ բարի, Տիկին Մարգարյան, կարճ խնդրում եմ ասեք, ինչ ճանապարհ եք տեսնում այս հարցի լուծման համար։ Մինչև հիմա, որտեղ շատ պատասխանատվությամբ եմ վերաբերվում դրան, ես պատրաստվում եմ հաշվարկներ անել, իհարկե պետական մակարդակով սահմանադրական դատարան ներկայացնելու եւ ամբողջ հանրությանը մի քիչ ավելի լուրջ պետք է աշխատեմ հաշվարկները ներկայացնելու, դա տոկոսներով, ապացույցներով, ոնց է պետությունը թալանում, խափում իր բնակչությանը։ Դուք քաղաքական հայտարարություններ արեցիք։ Ես քաղաքական իրավունքը ձերն է սահմանադրությամբ ձեզ այդ իրավունքը վերապահված է։ Հայտարարություն չի։ Սա ամբողջ կյանքը քաղաքականությունը հենց դա է, որ ներգրավում է բոլոր բնակավարները։ Իրավունքը ձերն է, որովհետև մենք ապրում ենք ժողովրդավար երկրում։ Ես այդպես համոզված եմ։ Խնդրեմ Սևա։ Ես կարծում եմ, որ այս ամեն ինչից հետո, երբ որ մենք այսքան պայքարում ենք, այսքան ասում ենք օրենքի հակասահմանադրական, հակասոցիալական լինելու մասին, սահմանադրական դատարանը ամեն դեպքում ես հույս ունեմ, որ քննության ավարտին կհանի այս օրենքի պարտադիր բաղադրիչը, որովհետև հենց մենակ այն, որ մեր հետ այս դեմ նախաձեռնության անդամների հետ չեն բանավիճում, իրենք վկայում են նրա մասին, որ օրենքը շատ թերի է, իրենք հիմնավորումներ չունեն, ընդհանրապես տալիս են հարցազրույցներ, գովում են ու հիմնական հիմնավորումը իրանց այս օրենքի հետ կապված այն է, որ այս օրենքի վրա աշխատել են լավ մասնագետներ արտասահմանից, որոնք չգիտեն իրականում ինչ է կատարվում մեր երկրում, ինչ վիճակում են ապրում մարդիկ, 10 տարի են աշխատել դրա վրա եւ դա նշանակում է լավ օրենք է, դա լավ օրենք չի եւ կարծում եմ Իդեպ նախաձեռնությունը բազմամարդ, որքան մարդ է միացել արդեն կա, 26000 արդեն Facebook-ի։ Խնդրեմ Գևորգ։ Ես մի քիչ երկար էի լռել, կներեք 2 րոպեով ավել եմ խոսալու, Դավիթը կարճ է խոսացել, բայց հիշեք խնդրում եմ, որ մեր երկրաժամը սպառնում է։ Միանշանակ, ուղղակի կարճ ուզում եմ ասել հետեւյալի մասին։ Երկարաժամկետ յուրաքանչյուր կոնկրետ հենց այսօրվա իշխանության հետ կապված ուղղակի չեմ վստահում, որովհետև եթե խոսում են երկարաժամկետ ակնկալիքների ու туриզմի ու եւ այլնների մասին, որոնք ես կշահեմ, ես մի պարզ բան եմ ուղղակի հիշում հենց այսօրվա իմ տեսած հարցազրույցից, երբ որ պարոն Թամազյանն էր տալիս, ինքը ասում էր երիտասարդները չեն ուզում լավ ապրել եւ չգիտեն կուտակել։ Եթե այս ոլորտում քաղաքացիա իրավական ոլորտում լիներ անմեղության կանխավարկած, ապա բոլոր սահմանները դրա խախտված կլինեին։ Ինչ իմացան։ Ինձ չեն հարցրել, երկու եղբայր ունեմ, նրանց չեն հարցրել, Գևորգի մանկության ընկերները նրան չեն հարցրել, էլի մանկության ընկեր ունեմ, նրան էլ չեն հարցրել։ Ոնց իմացան, որ ես չգիտեմ կուտակել։ Հետևաբար, եթե այն ինչ արդեն եղել է եւ այն ամեն հիմքը, որի եւ բոլոր հայտարարությունների եւ գործողությունների հիմքը եթե չկա եւ ես դա չեմ տեսնում, ես չեմ հավատում նաեւ ապագային։ Իսկ ինչ վերաբերում է
հետոյի ակնկալիքներին ու պատկերացումներին, ապա կենսաթոշակային համակարգին միանալը կൂട്ടակային ինձ համար մոտավորապես Պարոն Թամազյանի վերջին ասացի առումով туриզմը մոտավորապես կնշանակի այսպես ես կողքից միացողներին sense կդիտեմ, որ միացողը օրինակ ես Գևորգ Հայրապետյանն եմ, միացել եմ կൂട്ടակային կենսաթոշակային համակարգին, շահել եմ iPhone։ Մոտավորապես այդ նույն հարթության վրա ինձ համար այս ամեն ինչը։ Դավիթ։ Այո, այս ամբողջ ընթացքը ցույց տվեց, որ կառավարության ներկայացուցիչները չունեն մեր բերած փաստարկների պատասխանները, չենք պատրաստել համակարգը ինչպես որ պետք է եւ դա արձանագրեց Սահմանադրական դատարանը։ Սահմանադրական դատարանը արձանագրեց, որ նման բարեփոխումները չեն կարող դրական ազդեցություն ունենալ, չեն կարող գործել քաղաքացիների անվստահության դեպքում, ինչը եւս ապացուցվում է բազմաթիվ ակցիաներով, շարունակականությունը պետք է լինի այն, որ քաղաքացիները չունենալով այս հարցերի պատասխանները, չունենալով վստահություն չկատարեն ֆոնդի ընտրություն, գործատուները աջակցելով իրենց աշխատակիցներին չփոխանցեն այդ գումարները եւ տան իրենց աշխատակիցներին եւ շարունակենք հետամուտ լինել այս պայքարում, որպեսզի Սահմանադրական դատարանը վերջնականապես հակասահմանադրական ճանաչի այս օրենքը եւ կարծում եմ, որ նախաձեռնությունը ցուցաբերելով քաղաքացիական գիտակցություն կսկսի աջակցել այն ուժերին, ովքեր հետամուտ կլինեն, որպեսզի նոր կենսաթոշակային բարեփոխումների, իրական բարեփոխումների համակարգ ներդրվի։ Այսինքն այս պայն մենք ինչ որտեղ վերցրել ենք որոշակի պատասխանատվություն բարեփոխելու մեր կենսաթոշակային համակարգը, բայց իրական բարեփոխելու եւ ոչ այս ամենի պես։ Արսեն։ Նախ կուզեի մի շեշտադրում անել, հա, մի քանի անգամ նշվեց, որ վստահություն չկա, դրա համար մենք փողերը չենք տալի, դա ուզում եմ ընդգծել, որ դա միակ պատճառը չէ։ Եթե թեկուզ ես այսօր վստահ էի, ես չէի կատարելու ինչ որ վճարումներ, որովհետև այնտեղ կան բազմաթիվ վատթարացնող դրույթներ, հա, իմ համար, կախված իմ սոցիալական վիճակից, կախված իմ ընտանեկան վիճակից եւ մի շարք դրույթներ, որոնց մասին բազմաթիվ անգամ բարձրաձայնել ենք։ Եվ ինչ է կատարվելու առաջիկայում։ Մեզ միանալու են, ես համոզված եմ եւ արդեն այդ process-ը կա։ Մեզ միանալու են բազմաթիվ քաղաքացիներ, որովհետեւ մեկ անգամ եւս ուզում եմ նշեմ, սա համահայաստանյան խնդիր է, սա մտնելու է ամեն մի ընտանիք։ Դրա համար նաեւ օգտվելով առիթից կոչ եմ անում բոլոր քաղաքացիներին միանալ շարժմանը, բարձրաձայնել եւ չթողել, որպեսզի պետությունը ոտնահարի իրենց իրավունքը։ Եվ համոզված եմ, որ շարժումը շատ մեծ եւ աշխարհագրորեն եւ քանակական բնութագրով շատ մեծ թափ է ստանալու եւ վերջի վերջո ստիպելու ենք, որպեսզի հարգեն Հայաստանի Հանրապետությունում քաղաքացու իրավունքը եւ չխլեն նրանից իրեն պատկանող սեփականությունը։ Ես կարող եմ մի խոսք կարճ խնդրում եմ, որովհետև մենք այլևս ժամանակ չունենք։ Չանել բոլոր գործատուներին, որ իրենց աշխատողներին ամբողջությամբ փոխանցեն աշխատավարձը, որովհետև Սահմանադրական դատարանը իրենց այժմ տվել է այդ իրավունքը, որպեսզի նրանք գումարները չփոխանցեն ֆոնդերին կամ կամուրջ ինչ-որ հիմնադրամներին, այսինքն գումարը փոխանցեք ձեր աշխատողներին, իսկ աշխատողներին եթե կլինեն ճնշումներ, այսինքն սպառնալիքներ, որ գործից կազատեն, ինքնակազմակերպվեք, միացեք մեզ, դիմեք մեզ, մենք ձեզ կաջակցենք, եթե կարող են մի հոգու ազատել աշխատանքից, եթե դուք դառնաք 10 կամ 50, համոզված եմ ձեզ չեն կարող նեղություն տալ։ Հրապարակել ենք նման գործատուների անունները եւ նույնիսկ չբացառեն անգամ նման գործատուները երբ հայտնի դառնա իրենց դրան արչեւ կանգնած նախաձեռնության եւ նրանց սատարող մարդկանց, ովքեր կխափանեն նրանց բնականon աշխատանքը։ Ոնց հասկանում եմ, ձեր գործատուները ձեր վրա ճնշում չեն գործադրում, հակառակ դեպքում դուք այսօր այստեղ չէիք լինի։ Քիչ լավատեսություններ։ Ասեք շատ կարճ, տեկի Մարգարյան, խնդրում եմ, որտեղ իսկապես ժամանակ չունենք։ Որ Սահմանադրական դատարանի նախագահան բավականին, ես չի ասի խելացի մուդր է, պետական մշլենիա ունեցող մարդ է։ Ես շատ հարգում եմ, գիտեմ այդ մարդու մասին եւ ես համոզված եմ կան էլի մարդիկ մեր հանրապետությունում, որոնք ի վերջո, եթե անգամ տեղյակ չեն այս ամեն ինչից, հիմա կհետաքրքրվեն եւ վերջնականում ես համոզված եմ այդ հարցը կլուծվի մարդիկ։ Սպասենք Սահմանադրական դատարանի որոշմանը, շնորհակալ եմ ռեպլիկ, բայց այո, մենք որպես այս ամենի արդյունք կուզենայի նշել, որ ունենալու ենք եւս մի բան, արդեն իսկ գիտակից քաղաքացիներ, քաղաքացիական հասարակություն, որոնք այս խնդրի շուրջ համախմբվեցին, այս խնդրի շուրջ
բարձրացվեց քաղաքացիական գիտակցությունը եւ հետագայում նմանատիպ օրենքներ ներդնելը շատ մեծ խնդիր է լինելու ցանկացած կառավարող համակարգի։ Եվ դա շատ կարևոր է։ Շնորհակալ եմ, որ եկաք, շնորհակալ եմ օգտակար հարցազրույցի համար։ Իհարկե օրենքի հեղինակների կամ օրենքի պաշտպանների տեսակետը մեզ համար եւս գնահատելի է եւ մեր եթերը միշտ բաց է նաեւ հակադիր տեսակետներ լսելու համար։ Յուրաքանչյուր շաբաթ ժամը 19:30 արհերոստանգերության եթերում մենք փնտրում ենք հասարակության ամենատարբեր շերտերին հուզող ամենաբազմազան խնդիրների հաղթահարման ճիշտ ճանապարհը։ Միացեք մեր քննարկման, իսկ այսօր այսքանը, առայժմ։